Շնորհակալություն։ Տիկնայք եւ պարոնայք, այս քննարկումների արդյունքում ցավոք սրտի պետք է արձանագրեմ, որ բավականին ծանրակշիռ է դառնում մամուլում հնչած այն տեսակետը, թե այս օրենքի նախագծով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օգտագործելով իր հանրահռչակ ճարպկությունը փորձում է խաբս տալ հանրությանը։ Ինչ իրավունք է, ինչ հիմք ունեմ նման բան հայտարարելու։ Հովիկ Աբրահամյանը ընդամենը նախորդ շաբաթ տարածած հայտարարության մեջ ասել է հետևյալը. մեջբերում եմ Աբրահամյանի հայտարարությունից. 2014 թվականի ապրիլի 28-ին Հայաստանի ազգային ժողովը կսկսի քննարկել օրենքի նախագիծ, որով մինչև Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ նախատեսված կൂട്ടակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը։ Այս նախագիծը հանրությունն արդեն անվանել է պարտադիր բաղադրիչի կասեցման նախագիծ։ Տվյալ խնդրին քիչ թե շատ քաջատեղյակ մարդիկ հասկանում են, որ դրանով այս պահին պարտադիր բաղադրիչը դե ֆակտո կասեցվում է։ Մեջբերման ավարտը։ Հիմա քննարկման արդյունքում ինչ պարզվեց։ Քննարկման արդյունքում Հովիկ Աբրահամյանի կուսակիցը ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագիծը ասում է, այս օրենքի փոփոխության արդյունքում կամավորության բաղադրիչը չի ընդունում օրենք, այսինքն պարտադիր բաղադրիչը մնում է պարտադիր բաղադրիչ։ Հիմա դուք Սահմանադրական դատարանի անդամներին եք ասում, որ Թոխյանը մի բան է ասում, Հարությունյանը մի բան է ասում, իրանք էլ չեն կարում ճիշտ մեկնաբանեն, բայց պարոն Հակոբյան, դուք էլ եք այդ նույն վիճակում։ Ձեր նշանակած վարչապետը մի բան է ասում, դուք բոլորովին ուրիշ բան եք ասում։ Մի հատ կողմնորոշվեք։ Այս ամբողջ աշխարհը խոսում է, որ ամենակարևոր իրավական սկզբունքը իրավական որոշակիության սկզբունքն է։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ երբ որ մենք դուք բոլորը որոշում եք ընդունում կամ օրենք, պետք է հանրությունը բարդություն չունենա, այդ օրենքը հասկանա, թե ինչ է նշանակում այդ օրենքը։ Իսկ մենք, այսպես ասած, 2 ժամ խաչաձև հարցաքննությունների արդյունքում նոր հազիվազ կարողացանք դուրս բերել, թե ինչ եք դուք ասում։ Ինչա հիմա հանրությանը բացատրենք, թե ինչ է նշանակում օրենքի այս նախագիծը։ Ինչ են ասում։ Իրենք ասում են, որ գործատուն, եթե փողը փոխանցի, չփոխանցի, հաշվարկի, չհաշվարկի, իրան դրա համար տուգանք չի ասնում։ Խոսքը վերաբերվում է գործատուին։ Բայց խնդիրն է, որ գործատուն ոչ թե ինքը իր գումարներն է փոխանցում, այլ աշխատողի գումարն է փոխանցում, այսինքն մեր գումարներն է փոխանցում, ժողովրդի գումարներն է փոխանցում։ Հիմա այո, եթե գործատուն չփոխանցի, կարող է նաև տույժի չի ենթարկվի, դրա համար իրեն ոչ մի բան չի լինի։ Բայց հարցածագում հետևյալ իրավիճակի հետ կապված հարցածագում։ Եթե աշխատողը գործատուին ասում է մի փոխանցի, որովհետև Սահմանադրական դատարանի որոշում կա, չգիտեմ ինչ կա, իսկ գործատուն ասում է, չէ, պիտի փոխանցեմ։ Ինչ է անում այդ դեպքում աշխատողը։ Նա ստեցան զրկվում է ինքը իր իրավունքը պաշտպանելու հնարավորությունը։ Գիտեմ, կասեք, կարող է դիմել դատարան։ Այո, կդիմի դատարան։ Իսկ դատարանում գործատուն կասի, որ Սահմանադրության 47 հոդվածը ասում է, որ ես պարտավոր եմ ենթարկվել օրենքներին ու Սահմանադրությանը։ Հիմա Սահմանադրական դատարանի կողմից հակասահմանադրական ճանաչված օրենքը Սահմանադրական դատարանի որոշմամբ շարունակում է մնալ գործող օրենք, այսինքն ես գործատուս պարտավոր եմ այդ օրենքին ենթարկվել։ Իսկ այդ օրենքի 5-րդ հոդվածը եւ 8-րդ հոդվածը ասում են աշխատող ջան, որ ես քո աշխատավարձից պետք է այս պահումը անեմ եւ փոխանցեմ։ Այսինքն ըստ էության ստացվում է հետեւյալը, որ կառավարությունը Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ ըստ էության մի այսպիսի փորձ է անում կառավարություն եւ ժողովուրդ բանավեճը տեղափոխել գործատու եւ աշխատող հարաբերությունների մեջ։ Այսինքն ինքը կասի մենք այն ասել ենք, կարան չփոխանցեն, թող չփոխանցեն, իրանք են փոխանցում։ Սա այլ կերպ, քան քաղաքական խաբս դժվար է որակել, բայց այստեղ առաջանում է շատ ուրիշ մեծ խնդիր։ Այստեղ կան հազարավոր պետական հիմնարկների աշխատողներ։
Ազգային ժողով, նախարարություններ, գերատեսչություններ։ Այդ գերատեսչությունների աշխատողների համար ստեղծվում է այդ իրավիճակը, այս պարտադիրը իրանց վրա պարտադիր կիրառելու են, որովհետև ինչպես ասում է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը, պետք է իմիջիայլոց խոստովանել նախարարին ինչքան հարցրին, տենց էլ ինքը չխոստովանեց։ Կամոյի դերում էր այսօր աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարը, բայց պարոն Հակոբյանը, ինչպես ասում են, չդիմացավ առերեսմանը։ Հիմա այդ բոլոր աշխատողների, պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձները պարտադիր պահվելու են, այո, սիրելի ժողովուրդ, այս ինչ որ ասում են, դա կապ չունի։ Ազգային ժողովի բոլոր աշխատողներից պահվելու են ըստ այս օրենքի, պահվելու են պարտադիր կուտակային բաղադրիչները, բոլոր նախարարությունների բոլոր աշխատողներից պահվելու են կուտակային պարտադիր բաղադրիչները։ Այն նրանք, ովքեր իշխանության հետ կապեր կունենան, այդ գործատուները բոլորը պարտադիր պահելու են այդ պարտադիր բաղադրիչները։ Երբ որ այդ դուք 5 օրերը գնաք արդեն ցույց անեք կառավարության դեմը, այստեղ է որ քաղաքական տաղանդը Հովիկ Աբրահամյանի արտահայտվում է։ Չէ, շատերը չեն, այս ոնց եղավ, այսքան այս մարդը, այսքան երկարակյաց, ով գնում, տապալվում, ձախողվում, սկում, խեղդվում, ինքը կա միշտ ու ինչի էս ասես, այ որ 5 օրը գնաք, կառավարությանը բողոքեք, ինքը կասի ախպեր ջան, ես գրել են, օրենք ենք ընդունել, որ իրանք կարան չփոխանցեն, թող չփոխանցեն, ես ինչ անեմ։ Այդ իր սահմանադրական իրավունքն է, ենթարկվեք սահմանադրությանը։ Ու սա կներեք, իսկականից մենք լրիվ ուրիշ տեղ ենք հայտնվել։ Սա մեր պետականության հեղինակության մասին է խոսքը, որ մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ մեր պետական համակարգի ասածների, արածների, խոստումների մեջ ընդհանրապես կշիռ չկա, գյոլ չկա, ժողովրդի լեզվով ասած։ Ու սա արվում է հետևյալի համար, որ պատկերացրեք մինչև սեպտեմբեր անընդհատ այո հանրության մի պուճուր սեգմենտ, ովքեր գործատուների հետ կունենան, ովքեր խղճով կգտնվեն, հա, նրանք կխուսափեն այս համակարգից։ Բայց մի հսկայական սեգմենտ, մի հսկայական մաս աշխատողների պարտադիրի տակա լինելու պարտադիր։ Եվ այո, երբ որ սեպտեմբերին, մինչև սեպտեմբերը սանիվը պտտվի, պատկերացնում եք, սկսելու է մի հատ հսկայական համակարգ աշխատել, որը ըստ էության հնարավոր չի արդեն հետ պտտել, հնարավոր չի լինելու հետ պտտել։ Եվ հիմա կառավարության, իշխանության գործելակերպը գնում է այդ ուղղությամբ, որ հասցնեն ամեն ինչ, կա բանի մեջ տենց մի հատ արտահայտություն կա, ավիացիայի մեջ, կներեք ռուսերեն ասեն, կոչվում է точка невозврата, այսինքն որովհետև հասար, էլ չես կարող հետ դառնալ, որովհետև վառելիքը կվերջան։ Իշխանության քաղաքականությունը այդ ուղղությամբ է գնում, որ այս կուտակայինը խաբելով, խոստանալով, չանելով, ֆրցնելով, իջնել խոսալով, թատրոններ սարքելով, հասնել այդ точка невозвратին, որ կեսից կիսվեսել հնարավոր չլինի դա հետ պտտել։ Եվ ընդ որում սահմանադրական դատարանի որոշումը, որի այդքան շատ քննարկվում է, բացեք, կարդացեք Սերժ Սարգսյանի Երկրապահ կամավորականների միության համագումարում արված մեկնաբանությունները այս թեմայի կապակցությամբ։ Սահմանադրական դատարանի որոշումը մեկ առ մեկ ստորակետի մակարդակով հավատարիմ է այն ուղերձներին, այն ուղենիշներին, որ Սերժ Սարգսյանը տվել է։ Իսկ ինչ ասել Սերժ Սարգսյանը։ Ինքը ասել է ճիշտ է, բառեր կփոխենք, ստորակետ կհանենք, անունը կփոխենք, մի բան կավելացնենք, մի բան կպակասեցնենք, իսկ էությունը դրանից չի փոխվի։ Հիմա մենք գտնվում ենք այս process-ի մեջ։ Հիմա կասենք, կխոսանք, կուրախանանք, կշնորհավորենք, հայտարարություններ կտանք, Հովիկ Աբրահամյանը կասի դեմ եմ, ես էլ եմ դեմ։ Այո, դեմ ես, բայց փաստորեն իրականացնում ես հակառակը։ Իրականացնում եք։ Շնորհակալություն ուշադրության համար։